Քոչորների կանչը ամեն մի հարցունի մեկ պատասխան։ Երբ որ մի քանի ֆիլմ էի տեղադրել, սկսեցին շատ խոսել։ Ում համար ես աշխատում, ով է վճարել, ինչ ես ծախված, ստում ես եւ այլն։ Ես միշտ պատասխանել եմ։ Ամեն մի հարցի համար պետք է գտնել մեկ պատասխան։ Եվ այսօր կապացուցեմ եւ մոտավորապես 10-12 հոգի եմ ձեզնից ներկայացնում, որ գլուխներդ կամ փոխեք ձեր հետևը, կամ լռեք, կամ եթե մի քանի դրամով ծախվել եք, ապա այսօր հայրենիք են կորցնում։ Եվ ամբողջ 10 միլիոն հայությունն հայելու նման տեղադրված է եւ 111-ի, եւ Եվրոպայի, եւ Ամերիկայի, եւ Ռուսաստանի, բոլոր նորմալ հայերի մոտ կան այդ բոլորը։ Եվ այդ բոլորը պատասխան եք տալու։ Պատասխան եք տալու ձեր կատարած սրիկայության, ձեր կատարած ազգադավության համար։ Այժմ սկսենք Քոչորների կանչը, այս մի փոքրիկ ֆիլմը, որովհետեւ բացահայտվեն շատ մարդիկ, եւ որից հետո ամբողջ 26 թվականի ընտրություններին մասնակցողներին նույն ձևով մերկացնելու եմ բոլորիդ եւ այն բոլոր ռադիոկայանները, որոնք մի քանի $100 ծախում են եւ իրենց համարում հայրենիքի նվիրվածներ։ Քոչոր։ Այս նկարը ինչ եմ տեղադրել եւ ինչ է նշանակում։ Այստեղ կոնգրեսն է, այստեղ է Ստուրբերան Ումուդովը, որին Ալիևի հայրը Հեյդարը ասում էր իմ Ումուդն է եւ նրա անունը Ադրբեջանում Ումուդով է։ Այստեղ Նարիմանովն է եւ այստեղ Բագրատյոնը եւ Բագրատյոնը միտինգի ժամանակ, որին միանում են նաեւ երկու հայ գործարարներ։ Այս ամբողջը դիտարկենք եւ արդեն երբ որ ես խոսում եմ այս ֆիլմից սկսած, ապա այդ բոլորը ապացույցներով են լինելու, բայց կարճ ապացույցներով, որովհետեւ հասկանաք։ Ձու գողացողը ձել է գողանում եւ մեկ սուտը, դա կարեւոր չի, որտեղ է սուտը ասում, դա արդեն չի կարող հայ ազգի պաշտպան լինել։ Այժմ Տավուշն անում հայրենիքի։ Տավուշում մարդիկ հավաքված էին եւ նրանց կողքին էին տարբեր տիպես կանանց ձայնով ճղճղացողը, հեզլակոտը եւ տարբեր տիպի մարդիկ։ Սա Տավուշն է։ Եվ Տավուշում մարդիկ հավաքվել չէին ցանկանում փողերը հանձնել ադրբեջանցիներին, իսկ ոստիկանները նրանց ծեծում եւ քշմշում էին։ Եվ այնտեղ սապյորները գործողություններ էին կատարում։ Հանկարծ ամենայն հայոց հերոսը որոշեց, որ պետք է գնալ Երևան եւ այնտեղ պայքարել։ Այժմ մի հարց. այստեղ պաժար է ընկել երկրի այս մասը։ Դու ինչ ես գնում այս մաս։ Ինչ ես գալիս կենտրոն, երբ որ այստեղ արդեն ոչ ոք չկա պաշտպանի հայրենիքը։ Լավ, հասար այստեղ եւ Աղավնու թևերն էլ հակած եւ Նիկոլի այդ 18 թվականից ավելի շատ հայեր հավաքված։ Աղոթեցին եւ բոլորին տուն ուղարկեցին։ Աղոթելու ժամանակ բոլորին էլ նկարեցիք, թե որքան հայ դեռ անդիմադիր կա, դա է նշանակում։ Հենց այս ժամանակ ես ասացի, այս Պորնիկը գալիս է Երևան, որպեսզի այնտեղ գործողությունները արագ կատարեն ու հանձնեն, սա ոչ մի բան չի կատարելու եւ այդպես էլ եղավ։ Եվ այս նկարում նրան ովքեր էին միացել։ Ամենահզոր ուժերը հայ ազգային կոնգրեսը, Քորշան տեսքով, այս տականությունը իր իբրկուսակցությունով, նրան էր միացել նաեւ Նարիմանովը եւ եկան երկու եղբայրներ, որոնք Հայաստանի փրկության համար միացան նաեւ Բագրատին։ Այժմ ուսումնասիրենք։ Լատապան վերես Քոչորին։ Ընտանիք Ռոբերտ Քոչարյանը ծնվել է 54 թվականի օգոստոսի 31-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Ստեփանակերտ քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում։ Հոր ընտանիքը 1918 թվականի Բաքվի հայերի ջարդերի ժամանակ փրկվել է տեղափոխվելով Ստեփանակերտ։ Սակայն հայրը Սեթրակ Քոչարյանը, որի նկար այդպես էլ չկա, ով այդ ժամանակ 8 տարեկան է եղել, կորել է եւ հրաշքով հայտնվել է այլ փախստականների հետ նավի վրա ու տեղափոխվել է Տաշկենտ։ Այնտեղ մի մեծահարուստ հայ մոտ ապաստանել է, աշխատել ու հաճախել դպրոց։ 6 տարի հետո 14 տարեկան հասակում հայտաբերվել տատի եղբոր կողմից ու վերադարձել ընտանիք 14 տարեկան հասակում։ Հետագա տարիներին հայրը եղել է Արցախի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներից մեկը, եղել Ստեփանակերտի քաղաքային այգու հիմնադիրը։ Քոչարյանը մեծացել է ծնողների, ավագ կրոջի Վետայի, ավագ եղբոր Վալերի եւ տատի հետ Ստեփանակերտում։ Այս մնացածը դուք բոլորը գիտեք։ Այսինքն մի ինչ որ 8 տարեկան երեխա ընկնում է Տաշկենտ, այնտեղ մի մեծահարուստ հայ մոտ աշխատում, թե ով էր այդ մեծահարուստ հայը, այդպես էլ տեղյակ չեղանք, որից հետո 14 տարեկանում վերադառնում։ 14 տարեկանի արդեն Բեխու Միրուկը համարյա դուրս եկած։ Միգուցե դա այդ երեխան չէր։ Միգուցե այլ երեխային, այդ երեխային, որը հայ երեխա էր, միգուցե այդ երեխային հարցակննել են եւ ուրիշ երեխային բերել դրա համար Օմուդով է ասում, էր ասում հայր Ալիևը եւ նրա դիմագծերը ոչ մեկը հայ չեն եւ հայերեն խոսալ նորմալ մինչ օրս չգիտի, ծամացարվելով միայն։ Ինչ է այս երկուսի մասին չեմ ասում։ Երկուսն էլ վարշ հայերեն խոսում են։ Ինչ է այս երկուսը հայերեն չեն խոսում։ Դրա համար գտեք պատասխանը, իրոք նա հայ է թե հայ չէ, այս տականքը։ Անցանք առաջ։ Բագրատյոնը Կենսագրություն ծնվել է 71 թվականի մայիսի 20-ին Գյումրիում։ Ծնողները պարսկահայեր են, Իրանի Սանգիբարան գյուղից, այդ ադրբեջանական մասում անկնում։ 71 թվականին ամբողջ ընտանիքով ներգաղթում եւ հաստատում են Գյումրիում, 71 թվականին, ապա 77 թվականին տեղափոխվում Երևան։ Միգուցե նորից այդ ազերիներից է, որոնց բազմացնում էին եւ տարբեր շքանշաններ եւ այլն եւ Տավուշի առաջնորդ իբր։ Նույնը նաեւ ոչ Հայաստանի կագեբեն, ոչ ԱԱՑ-ն չեն հետաքրքրվել։ Վերցրեք երկուսի դենեթներ կատարեք, տեսեք սրանք հայ են եւ հայամետ գործողություն են կատարել թե չէ, եւ միայն այս Տավուշի դեպքերը արդեն բավական են, որ սուտ եկան Երևան, մարդկանց նկարեցին տարբեր պրոֆիլներով, թե որքան հայ կա, ձեռքները բարձր եւ այլն, հավաքվեց մոտավորապես 50-70 հազար մարդ եւ որից հետո աղոթեցին եւ տուն գնացին։ Այժմ նաեւ քննարկենք Քուչարի կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանը, ով հայտնի է նաեւ որպես Արտուր եղբայրներից մեկը, Քենիայում եղել է հիմնականում 2005-2006 թվականին։
Ահա նրա քենիական գործունեության հիմնական ժամանակագրությունը։ Ժամանում 2005 թվականի դեկտեմբեր Արտակ Սարգսյանը եւ նրա եղբայրը Արթուր Սարգսյանը Քենիային ժամանել 2005 թվականի դեկտեմբերի 13-ին Դուբայից, ներկայանալով որպես խոշոր ներդրողներ։ Սկանդալային գործողություն 2006 թվականի սկիզբ 2006 թվականի առաջին ամիսներին նրանք հայտնվել էին քաղաքական սկանդալների կենտրոնում։ Նրանց մեղադրել էին Ստանդարտ մեդիա գրուպին խմբագրությունում տեղի ունեցած խոզարկություններին մասնակցելու, զենքի ապօրինի շրջանառության եւ կառավարական շրջանակների հետ կասկածելի կապեր ունենալու մեջ։ Արտաքսում 2006 թվականի հունիս 2006 թվականի հուլիսին Քենիայի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած միջադեպից հետո եղբայրները պաշտոնապես արտաքսվել են երկրից։ Իսկ ինչ է կատարվել օդանավակայանում։ Վերադառնալու փորձեր 2008 թվականին Արտուր եղբայրները պնդում էին, որ Քենիայի ներգաղթի նախարարությունից ստացել են փաստաթուղթ, որը թույլ է տալիս նրանց վերադառնալ երկիրը որպես ներդրողներ, սակայն քենիական իշխանությունները հերքել են նրանց մուտքի թույլտվությունը, հայտարարելով, որ նրանց ներկայությունը դեռևս անցանկալի է եւ սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգությանը։ Բնակություն այլ երկրներում արտաքսումից հետո նրանք տեղափոխվել են Դուբայ, որտեղից էլ ժամանել են Քենիա։ Հետագայում նրանք գործունեություն են ծավալել նաև այլ երկրներում, այդ թվում Վրաստանում։ Ներկայիս կարգավիճակը վերջին տարիներին Արտակ Սարգսյանը վերադարձել է Հայաստան, որտեղ հիմնադրել է Քոչարի կուսակցությունը, հարցազրույցներում նա հաճախ հիշատակում է Քենիայում իր ունեցած տարբեր դիրքերի, ներկայանում է որպես Քենիայի փոխ ոստիկանապետ կամ գեներալ եւ այնտեղի իր կապերի մասին։ Այսպիսով 2006 թվականից հետո նրա ֆիզիկական ներկայությունը Քենիայում չի հաստատվել, թեև նա շարունակում է իր քաղաքական կերպարը կառուցել հենց քենիական անցյալի վրա։ Այստեղ շեշտենք նաև, որ նա ներկայացել էր նախորդ 40 օր ֆիլմում, ներկայացել էր որպես Ռոբերտ Քոչարյանի ազգականը, հետո հերքել էր հենց ինքը դա։ Այժմ դիտարկենք անին հայկական մեդիաները, որոնք գովաբանում եւ ամենաշատը Հայաստանում այս երիտասարդին են գծել առաջին գիծ։ Արանյա Հովսեփյան, Արտակ Սարգսյանի ամենահաճախը հյուրընկալվել է հենց այս հարթակում։ 6 անգամ, այստեղ Նոյան տապանում 3 անգամ, Փակ TV-ում նույնպես Արմլուր ժողովուրդ օրաթերթում 1 հանդիպում։ Բացի նշվածներից Արտակ Սարգսյանը բազմաթիվ ելույթներ եւ կոչեր է ունեցել իր YouTube-յան պաշտոնական ալիքով եւ Facebook-յան էջով, որտեղ ուղիղ եթերների միջոցով բարբերաբար պատասխանել է քաղաքացիների հարցերին։ 26 թվականի առաջին 3 ամիսների ընթացքում Քուչարի կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանի մեդիա ակտիվությունը էականորեն աճել է, հատկապես YouTube-յան հարթակներում։ Արիանա Հովսեփյան, սա մի ամենահիմնական հարթակն է, որտեղ նա ելույթ է ունեցել մարտի 31-ին, 18-ին, 10-ին, 5-ին, փետրվարի 27, 15, 6, հունվար 26, 25, 22, Նոյան տապանում 26-ին ունեցել է առնվազն 1 ծավալուն հարցազրույց, փետրվարի 18-ին ներկայացել է իր տեսլականը Հայաստանի զարգացման եւ ճգնաժամային կառավարման վերաբերյալ։ Վարդան Հակոբյանի մոտ հյուրընկալվել է առնվազն 2 անգամ ուղիղ եթերում հարց ու պատասխան ձևով, փետրվարի 7-ին, հունվարի 27-ին, ակտիվիում փետրվարի 18-ին։ Ամփոփում 26 թվականի համար միայն տարվա առաջին երամեսակում Արտակ Սարգսյանը տարբեր լրատվամիջոցների եւ հաղորդաշարերի կողմից հրավիրվել է առնվազն 15 անգամ, ինչը վկայում է նրա քաղաքական ակտիվության կտրուկ աճի մասին 26 թվականի հունվարի 7-ին ստացված խորհրդանական ընտրությունների նախաշեմին հունիսի։ Ինչ է սա նշանակում։ Այս կայանները իրոք հետաքրքրված էին Հայաստանով, Հայաստանի ծաղկումով, որ Հայաստանը չվերանա, թե սրանք նույնպես ինչ որ առաջադրանք էին կատարում, որոնց դուք մեկ են միշտ նրանց ձեր ֆինանսական աջակցությունն եք ցույց տալիս եւ դիտում այդ խեղկատագություն հաղորդաշարերը։ Անցնենք առաջ։ Այժմ մենք պետք է ապացուցենք, որ Արտուրի տեղափեպա է, տեղափեպա չէ։ Ըստ պաշտոնական տվյալների 2005-2006 թվականներին Արքայազն Չարլզը Քենիա չի այցելել։ Նրա պաշտոնական այցերի ժամանակագրությունը ցույց է տալիս, որ այդ տարիներին նա այլ երկրներում է եղել 2005 թվականին ԱՄՆ, Շրի Լանկա, Ավստրալիա, Նոր Զելանդիա։ Միգուցե Նոր Զելանդիայում է եղել Արտուրի այդ ժամանակ։ 2006 թվականին նա եղել է Եգիպտոսին, Սաուդյան Արաբիայում եւ Պակիստան։ Ընդհանուր առմամբ Չարլզը Քենիայի այցելել ընդամենը 5 անգամ, 4-ը որպես արքայազն, 1-ը որպես թագավոր։ Նրա այցերի տարեթվերն են 71 քրոջետ Աննայի հետ, 77-ին, 78-ին նախագահ Ջոմո Քենիատոյի հուղարկավորությանը մասնակցելու համար 87 թվականին համագործակցության զարգացման կորպորացիայի շրջանակներում, թեև այլն սա իր կորսներ այդ թվականներին 2023 թվականին արդեն որպես թագավոր Չարլզ III։ Թագավոր Չարլզ III-ը նախկինում արքայազն Չարլզը իր կյանքի ընթացքում մի քանի անգամ է այցելել Քենիա, սակայն ամենանշանակալի եւ վերջին պաշտոնական այցը տեղի ունեցել 23 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3։ Վայրեր Նայրոբի այցի առաջին 2 օրը նա անցկացրել է մայրաքաղաքում, նա հյուրընկալվել է պետական տանը նախագահ Ուիլյամ Ռուտոյի կողմից։ Մոմբասա այցի վերջին 2 օրն անցկացրել է ափամերձ այս քաղաքում, այցելելով Մաունգվե ռազմածովային բազա եւ տեղի կրոնական առաջնորդների։ Նախկին այցելությունները որպես արքայազն։ Չարլզը Քենիայում եղել է 71, 77, 78, 87 թվականներին։ Միգուցե Արտուրիկը ի նկատի ունի 1971-ին, երբ որ ինքը դեռ չկար։ 1971 թվական 2 շաբաթ։ Սա նրա առաջին այցն էր իր քրոջ արքայադուստր Աննայի հետ։ Նրանք բնակվել են Հելթոն հյուրանոցում Նայրոբիում։ Այցելել են Ադերբեր ազգային պարկ, որտեղ կա նրա անունով կոչված մի տարածք, արքայազն Չարլզի ճամբարատեղի։ Եղել են նաև Մասսայ Մարա արգելոցում 87 թվականին երեկոյ արձելել է Նայրոբի եւ շրջակա թեյու սուրճի պլանտացիաները որպես համագործակցության զարգացման կորպորացիայի տնօրեն։ Ինչպես գիտեք, թեյու սուրճ լավ որակի իրենց ընտանիքը խմում է, հենց այդ պատճառով էլ դա նրա այցերի քանակն է, որը օֆիցիալ իրենց մոտից է վերցրած, հենց Չարլզի եւ միևնույն այստեղ ցուցադրված է այն տեղերը, որտեղ նրանք եղել են ինքը եւ այժմ
իր մայրը Եղիսաբեթը եւ Քենիան։ Եղիսաբեթ երկրորդագույն Քենիայի այցելել ընդհանուր առմամբ 4 անգամ։ Նրա այցելությունների մանրամասները ներկայացված են ստորել։ 52 թվականի փետրվարի 1-ից 6-ը սա նրա ամենահայտնի այցն էր, որի ժամանակ նա արքայադուստր էր, բայց հեռացավ որպես թագուհի հայրը մահացել էր։ Տևողությունը մոտ 6 օր։ Վայրերը նա ժամանել է Նայրոբի, բնակվել Սագանալոնգե առանձնատանը, Մաունտ Քենիա լեռան մոտ եւ այս հյուրանոցում Ալդեբեր անտառում, որտեղ էլ ստացել է հոր մահվան եւ իր գահակալության լուրը։ 72 թվականի մարտի 26-ին Կարճատև կանգար Քենիայում, 83 թվականի նոյեմբերի 10-ից 14-ը պաշտոնական պետական այս նախագահ Դանիել Մոյի հրավերով տևողությունը 5 օր վայրերը այցելել է Նաումբի, Մոմբասա եւ կրկին եղել է Սագալալոնգեում եւ այս հյուրանոցում։ 91 թվականի նոյեմբերի 7 եւս մեկ Կարճատև այց կամ կանգար երկրում։ Հիմնական վայրերը Նաումբի, Մոմբասա, Նեյրի, Ադեբեր անտառ։ Եվ սա այն վայրերն է, որտեղ նա եղել է, այժմ այս հյուրանոցը, քանի որ նրանք չեն այցելում, շատ վատ իրավիճակի մեջ է, քանի որ այլևս նրանց պետք չէ եւ ոչ ոք հոգ չի տանում նրա մասին։ Իսկ այժմ այս ամենը եւ այս իր նաեւ այս կղզում հանգստյան երկրորդ վայրը երկուսն են ցուցադրված։ Կարող եք ինքներդ մտնել, այս ամենը դիտարկել եւ այժմ մենք կդիտենք ֆիլմը, որտեղ ձեր բոլորի շատ սիրելի Արտակ Սարգսյանը ասում է, թե Չարլզի հետ ինչքան մտերիմ է եղել եւ հենց այդ հանդիպումների ժամանակ ինքը ներկա է եղել։ Սա մեկ սուտ։ Եթե մարդու վրա գտնում ես մի քանի սուտ ընտրություններից առաջ, ինչպես նա կարող է մասնակցել ընտրություններին։ Այս սուտը դիտեք եւ ասենք հաջորդ ստին։ Բացությունները։ Մենք Արցախի վրով դա տեսանք, շահերը համընկնեց ադրբեջանական շահերի հետ, դիմա գազային վաճառում թե ինչ էին անում եւ Արցախը լավ խաղապահներով հանձնվեց Ադրբեջանին։ Մենք չենք կարող դա հաշվարկել, քանի որ նրանք չեն էլ ասում ինչ են ուզում։ Մեր հյուսային հարևան այսօր մեզ չի էլ ասում ինքը ինչ է ուզում, ասենք որ նստես հետները բանակցես։ Այս քաղաքականության մեջ ասուկ ասում են, դա պետք է երևի ճիշտ հաշվարկվի Հայաստանի կողմից ասուկ հաշվարկվում է շահը տվյալ դեպքում Ռուսաստանի շահը չի հաշվարկվում։ Չէ, մեր այսօրվա ամբողջ խնդրումը կանում նրան, որ մեր իշխանությունները մեր շահերը չեն էլ արտահայտում։ Երբ որ մենք Կենիայում ընտրությունները խախտել ենք, մեր դիմաց կանգնած էր մի ուժ, որը որ անգլիական ամբողջ Կենիան համարվում է այդ Commonwealth-ի երկիր, հա, եւ հասել է նրան, որ մեր հաղթանակից հետո, իսկ մենք 80%-ով հաղթել ենք, Պրինց Չարլզը երբ որ գալիս էր երկիր, նա նախագահին չէր տեսնում, կղզիներ ունեին 600 կիլոմետր մայրաքաղաքից Մալինդի, արհամարում էր, մենք նրա անվտանգությունը ապահովում ենք, նավակի արհամարում էր, գնում էր այդ կղզիները ու նույնպես ետ էր գնում, մենք քայլեր արեցինք, որ մեր շահերի հետ սկսեն հաշվի նստել, այո, հիմա չբարձրացնեն ինչ քայլեր էր, դրանից հետո ինձ Պրինց Չարլզը անձամբ եկավ, նստեցինք սեղան, ես ներկայ եմ եղել այդ խոսակցությանը եւ բանակցությունները անցել ընթանում, որ էլի դուք ձեր շահերը պաշտպանում եք, բայց Կենիայի ազգային շահը պետք է լինի առաջին տեղը։ Այսինքն գերպետությունների հետ բանակցելը Հայաստանը ունի, թե աշխարհագրական դիրք ունի, թե ներքին պոտենցիալ ունի, ասենք մտավորական Պնդումը հարցազրույցներում նա հաճախ ներկայանում է որպես Քենիայի նախկին նախագահ Մաուլ Կիբակի ընտանիքի անդամ կամ մերձավոր։ Նա նշում է, որ հենց Արթուր Եղբայրներ անունը տրվել է հենց նախագահական ընտանիքի կողմից եւ նա ունեցել է բարձրագույն կոչումներ գեներալ լեյտենանտ փոխոստիկանապետ։ Սա էլ են քննարկելու։ Քենիայի զինված ուժերում կամ ոստիկանությունում գեներալ լեյտենանտի 3 աստղանի գեներալ կոչման հասնելու համար սովորաբար պահանջում է առնվազն 25-ից 30 տարվա փայլուն զինվորական ծառայություն։ Ահա պաշտոնական պահանջների եւ Արտակ Սարգսյանի Պնդումների համեմատությունը։ Պաշտոնական զինվորական աստիճանակարգը Քենիայում։ Քենիայում զինվորական կոչումները տրվում են խիստ հերթականության եւ երկարամյա ծառայության հիման վրա։ Լեյտենանտ դառնալու համար պահանջում է 3-ից 5 տարվա ծառայություն։ Մայոր դառնալու համար առնվազն 8 տարի։ Դե 40 օրում նույնպես շատ բաներ ներկայացեցի։ Բրիգադի գեներալ դառնալու համար առնվազն 12 տարվա բացառիկ ծառայություն։ Գեներալ լեյտենանտը Քենիայի ուժային կառույցների երկրորդ ամենաբարձր կոչումն է։ Գեներալից հետո այս աստիճանին հասնում են միայն տասնամյակների փորձ ունեցող սպաները, ովքեր անցել են հատուկ վերապատրաստումներ եւ քննություններ։ Արտակ Սարգսյանի Արթուր Եղբայրների դեմքը։ Արտակ Սարգսյանը եւ նրա եղբայրը Քենիայում բնակվել են ընդամենը մոտ 6 ամիս 2005 դեկտեմբերի մինչեւ հունիս ամիս 2006 թվականի։ Կոչումների շուրջ սկանդալ է։ 2006 թվականին նրանք իրենց ներկայացնում են որպես ոստիկանության փոխկոմիսարներ, ավելի ուշ հայկական հարցազրույցներում Արտակ Սարգսյանը սկսեց պնդել, որ ինքը գեներալ լեյտենանտ է։ Իրականությունը Քենիայի պաշտոնական մարմինները եւ միջազգային հետաքննությունները, այդ թվում Wikileaks-ի հրապարակաստրյալները հաստատել են, որ նրանք երբեք չեն եղել Քենիայի ուժին կառույցների իրական սպաներ։ Նրանց տրված ոստիկանական վկայականները եւ կոչումները համարվել են ապօրինի, ձեռք բերված այն ժամանակ որոշ կոռումպացած պաշտոնների հովանավորությամբ։ Այժմ Նիկոլ Քու ամբողջ ընտանիքը եւ ԱԱԾ-ը նույնպես։ Ես պետք է սկատարեմ այլ լրբիլակոտներ։ Wikileaks-ի բացահայտումը 11 թվական։ ԱՄՆ դեսպանատան գաղտնի փաստաթղթերը հաստատել են, որ Քենիայի կառավարական շրջանակներում որոշ անձիկ օգնել են նրանց ստանալ ոստիկանական փոխկոմիսարի կոչումներին համապատասխանեցված կարգավիճակ, սակայն դա արվել է բացառապես նրանց մուտք գործունեությունը քողարկելու եւ նրանց անձեռնմխելիություն տալու համար։ Ամփոփելով Քենիայի պաշտոնական փաստաթղթերում Արտակ Սարգսյանը երբեք չի հիշատակվել որպես օրինական գեներալ լեյտենանտ, բոլոր այդ տիտղոսները Քենիայի իրավապահ մարմինների կողմից որակվել են որպես կոռուպցիա եւ կեղծիքի արդյունք, ինչի պատճառով էլ նա 2006 թվականին արտաքսվել է երկրից։ Այժմ, ինչ վերաբերում է Դուբային, ապա բացի 2007 թվականի պաշտոնական այցից, նրա ընտանիքի անդամները, մասնավորապես որդիների անունները հաճախ է կապվել Արաբական Միացյալ Էմիրությունում բիզնես շահերի կամ հանգստի համար։ Սա Ռոբերտ Քոչարյան կոչվածի երեխաների մասին է։ Իսկ սա Քենիայի օդանավակայանը, այս էլ այն մասերը, որտեղ պետք է արձակնվեին, այժմ կիմանաք ովքեր։ Դիտեք, բոլոր նաև կարող եք մտնել եւ բոլոր կաբինետները տեսնել եւ ինչպես են նրանք կահավորված, ինչ է այնտեղ կատարվում եւ այդ թվականներին նույնպես։
Քոչարի, ով է Քոչարի Արտակ։ Արտակ Սարգսյանը, ում անվանում են Քոչարի Արտակ, հանդիսանում է Safari International ընկերության հիմնադիրը կամ ղեկավարը։ Սա այն ընկերությունն է, որը մասնագիտացված է աշխարհի տարբեր կողմերում, այդ թվում Աֆրիկայում, Տանզանիա, Նամիբիա, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, պրոֆեսիոնալ որսորդական տուրերի կազմակերպման մեջ նա հայտնի է որպես փորձառու որսորդ եւ ուղեկցորդ։ Կազմակերպումը մամուլում եւ որսորդական շրջանակներում բազմիցս է նշել, որ հենց Արտակ Սարգսյանը Քոչարի Արտակը եւ նրա ընկերությունն են եղել այն կազմակերպող կողմը, որը ապահովել է Ռոբերտ Քոչարյանի եւ նրա շրջապատի որսորդական ուղևորությունները Աֆրիկա։ Նա հաճախ հանդես է եկել որպես պրոֆեսիոնալ ուղեկցորդ այդ արշավների ժամանակ։ Եվ այժմ դուք դիտում եք, երբ որ այս կենտանին կարմիր գլխի կենտանի է։ Եվ այստեղ նույնպես 14 տարեկան լակոտի նման նստել սատկածառուցի վրա կամ այս նկարը, որը շատ երկրներում եւ կենտանասերների մոտ քննադատվել է որպես ամենատականկային երկրի ղեկավար։ Հիմա հասկացաք ով է սա կազմակերպ։ Եվ դրա համար նա ունի փաստաթուղթ, քանի որ եթե նա այդ երկրներում որս կատարեր, ապա նա մի քանի շրջանակներով պետք է անցներ։ Նախ նա իր զենքը ներս կրելու համար փաստաթղթեր պետք է ցուցադրեր, նա պետք է ապացուցեր, որ ինքը լավ որսորդ է, նա այդ որսին պետք է գնար ուղեկցողի օգնությամբ, գումարներ պետք է վճարեր, նաև այդ կենտանում եւ իրեն պետք է նկարահանած ունենայի։ Եվ քանի որ Քոչարի Արտակը, որը հանդիսանում է Քոչար, հենց այս տականքի ազգանվան Քոչար յանահանած, հենց հեղինակը եւ բոլոր երկրներում սրա ներկայացուցիչն է հանդիսանում, դրա համար էլ ինքը չի կարողանում ներկայացնել փաստաթուղթ, թե իրեն հրավիրել են։ Իսկ ով է իրեն հրավիրողը, իրեն հրավիրողը հենց Արտակ Սարգսյանն է։ Եվ նաև այստեղ նույնպես այս տականքին ցուցադրել են, կայքը հիմնադրել է 2009 թվականին Ալան Շաֆի կողմից, որպես նվեր Reddit-ին։ Եվ այս տականքին են նույնպես ներկայացրել։ Այժմ մանրամասներ դիտարկենք այլ երևույթների։ 2006 թվականի հունիսի 8-ին Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի օդանավակայանում տեղի ունեցած սկանդալային միջավեպի ժամանակ Արտուր եղբայրները Արտուր Սարգսյան, Մարգարյան եւ Արտուր Սարգսյան դիմավորում էին Դուբայ ժամանած իրենց հյուրերին։ Միջադեպի մանրամասները հետեւյալն են։ Հյուրերի ինքնությունը ըստ տարբեր աղբյուրների խոսքը եղել է 6-7 հոգանոց խմբի մասին, որոնց թվում եղել են նաեւ կանայք։ Հյուրերից մի քանիսն ունեցել են Հնդկաստանի, Ռուսաստանի եւ Մոլդովիայի անձնագրեր։ Հնդկաստանին է հիշեք։ Սկանդալի պատճառ մաքսային ծառայողները պահանջել են բացել ժամանածների ուղեբեռը ստուգման համար, սակայն հյուրերից մեկին հրաժարվել է ներկայացնել անձնագիրն ու բացել պայուսակները։ Եղբայրների գործունեությունները, Արտուր եղբայրները, օգտագործելով իրենց VIP անցագիրը եւ զենքի սպառնալիքով ներխուժել են օդանավակայանի սահմանափակ գոտի, վիրավորել ու հայ հարվածել են մաքսավորներին եւ լրագրողներին, վերցրել են ուղեբեռն ու իրենց հյուրերին հեռացել օդանավակայանից։ Հետևանքները հենց այս միջադեպից հետո Քենիայի իշխանությունները որոշում կայացրեցին անմիջապես ձերբակալել եւ արտաքսել եղբայրներին երկրից։ Նաև լուրեր էին շրջանառվում, որ հյուրերի թվում կարող էին լինել բարձրաստիճան պաշտոնյաներ, սակայն այդ հյուրերի շատ արագ հեռացել է հյուրանոցից եւ անհետացել։ Իսկ նրանց ստույգ կապը Քոչարյանի հետ պաշտոնապես երբեք չի հաստատվել, բայց հիշում եք մի անեկդոտ կար, մի չաղլիկ տղա էր հայր, որ ներկայացնում էր, որ Ռաջը եկել է Հնդկաստանից եւ փնտրում է իր երկու եղբայրներին, Ռոբիկին ու Սերժիկին։ Պետք է մտածել, որ այս Ռոբիկն ու Սերժիկը հենց Հնդկաստանի հյուրերն էին Արտակ Սարգսյանի։ Այժմ ասենք ավելի առաջ, ավելի մանրամասն ուսումնասիրենք։ 2006 թվականին Քենիայում 1 տոննա կոկայինի շուկայական արժեքը գնահատվում էր մոտ 80-ից 100 միլիոն դոլար։ Այս թիվը հիմնված էր այն ժամանակվա ամենաաղմկահարույց իրադարձության վրա, երբ Քենիայի իշխանությունները ՄԱԿ-ի սկողությամբ ոչնչացրեցին նախկինում արգրաված խոշոր խմբականակը։ 1 տոննա կոկայինի արժեքը գնահատվում էր 88 միլիոն դոլար։ Այլ աղբյուրներ նույն խմբականակի մոտ տոննայի համար 100 միլիոն, 954 կիլոգրամինը 65 միլիոն դոլար։ Այս դրամիջոցները հիմնականում Քենիային հասնում հարավային Ամերիկայից, Կոլումբիա, Վենեսուելա եւ նախատեսված են եվրոպական շուկայի համար, որտեղ դրանց գինը շատ ավելի բարձր կլիներ։ Հենց այս թեմրա բիզնեսի եւ կոկայինի պահեստի հետ էին կապվում Արտուր եղբայրների անունները, ովքեր ըստ քրեական քենիական մամուլի փորձում էին տիրանալ այդ խմբականակին։ Ստացված տվյալների հիման վրա կարող են կատարել հետեւյալ հաշվարկը $100 թղթադրամներով 100 միլիոն դոլարի համար։ Այս ավելի լավ դուներ ավելի քիչ համար կատարեինք, $1 1 գրամ, 1 միլիոնը 10 կիլոգրամ, 100 միլիոնը 1 տոննա։ Ծավալները եթե վերցնենք 100 լիտրանոց ճամպրուկները այն 4 հատների վրա, ապա 10-ից 12 միլիոն դոլար խիտ դասավորելու դեպքում մեկ արխում, ապա այս 100 միլիոնը 8 պայուսակներում կարելի է տեղադրել։ Այս ամենը կարող է կարդալ եւ ինքներդ նույնպես չափումներ կատարել։ Սա ինչ է նշանակում, որ հատուկ են 7 հոգի նախատեսվել հնդկական, ռուսական, մոլդովական անձնագրերով, որպեսզի Դուբայից գային Քենիա։ Ինչի համար? Քանի որ Արտուր եւ Արտակ Սարգսյանը նրանք պետք է վճարեին 1.1 տոննա նարկոտիկի համար, իսկ նրանց տերը Ռոբերտ Քոչարյան կոչվածը օդից կախված այդ գումարը չէր տալու նրանց, որ նրանք վերեին կամ ինչ-որ, այլ ապա պետք է կատարվեր 7 հոգի ամեն մեկը մեկ ճամպրուկով, դրա համար էլ Արտուրիկը հարձակվել է Տամոշնիայի աշխատողների վրա, նրանց փախցրել եւ միևնույն ժամանակ գումար։ Այստեղ նաեւ հարց կարող է առաջանալ, որ Ռոբերտ Քոչարյան կոչվածը նաեւ այն տականքը չէր, որ այլոց միջոցով դա աներ։ Այդ հնդկացի, Ռուսաստանի կամ Մոլդովիայի կեղծ անձնագրերով բոլորը հայեր են եղել, կամ ինքն է եղել կամ տղաները, կամ հենց ինքը տղաները կին թե Սիրուշո Միրուշո բոլորը այդտեղ են եղել։ Եվ այստեղ երբ որ Քենիայում հարցուփորձ կատարեցինք, դուրս է գալիս, որ կանացից մեկը չի կարողացել այդ 100 կիլոանոց ճամպրուկը քաշել, եւ հենց այդ ժամանակ նրանք ասել են, որ պետք է ստուգեն ճամպրուկները, հենց այդ ժամանակ Արտուրիկը նրանց ծեծելով փախցրել է նաեւ այդ գումարները։ Հիմա հասկացաք, թե ինչի սկանդալ ստեղծեց Արտուրիկը Քենիայի
օդանավակայանում հարցը նրանում է, որ Ռոբերտ Քոչարյանը այդ 1.1 տոննա նարկոտիկը չէր տալու այլոց ձեռքը, այլ այնտեղ պետք է լիներ ինքը իր ընտանիքի անդամները կամ միայն ինքը կամ տղաները երկուսը կամ ոչ մեկը չէր կարող չլինել, քանի որ այդ 7 հոգի առանձին մարդիկ ամեն մեկը 10 միլիոնը կարող էին վերցնել շրջևացնելով ամբողջ աշխարհով մեկ կորչել։ Դրա համար իրենցից մարդ պետք է լիներ։ Եվ հենց այդ էր պատճառը, որ Արտուրիկը իբր կազմակերպեց նաև այդ լրատվամիջոցի վրա հարձակումը, որովհետեւ այնտեղ ձայնագրությունները, նկարահանումները, թե հնդկացի ռուսները եւ մոլդովացի ովքեր են եղել, բոլորը ջարդել քշրել են, որովհետեւ հետքը կորչի, թե ովքեր են դրանք եղել իր հյուրերը։ Եվ հետագայում գիտեք, ոստիկանությունը կեսը վերցրել էր եւ կեսը նախագահի օգնությամբ, որ այդ գործին խառներ, տվեցին սրանց եւ սրանք բերեցին։ Եվ եթե Արտուրիկի ֆիլմը լավ լսեք, մի քանի ֆիլմերում նա նշում է, որ Կոլումբիայից հիմնականում նարկոտիկը գալիս էր Քենիա, այնքան հիմար է, որ հենց ինքն է այդ մասին պատմում։ Թեպետ դա եթե գրեք, ապա ինտերնացիոնալ բոլոր զեկույցներում դա կերևա, որ գալիս էր Քենիա ինչի համար եւ Քենիայից Եվրոպա, քանի որ Քենիան աֆրիկյան միակ երկիրն էր, որտեղից ինքնաթիռներ էին թռչում Եվրոպա։ Հենց այդ է պատճառը, եւ որ Արտուր եղբայրները եկել էին Քենիա, գումար էին տվել նախագահին եւ որոշ պաշտոնյաների, ձեռք էին բերել իբր Քենիայի ոստիկաններ եւ դրանից հետո պետք էր Ռոբիկի այդ գումարը այնտեղից գար։ Եվ այստեղ նաեւ մենք հիշում ենք եւս մեկ դեպք։ Խնդրեմ նաեւ այս դեպքը։ Միրան Պողոսյան 7 միլիարդ պանամային օֆշորներում։ Wikileaks-ը նույնպես այլ բարձր որ հայերը այս տականքը 7 միլիարդ ունի, որը հանդիսանում է այս երկու տականքների գումարը։ Ինչ էին անում Կոլումբիայից, Պանամայից գումարի մի մասը կեսը վճարվում էր այստեղ կամ ինչ-որ մի մասը, դրա համար այստեղ երբ որ ասեցի 7 ճամպրուկ է եղել, միգուցե 7 ճամպրուկի մեջ շորեր են եղել 50 միլիարդն է եղել, այն 50-ը նաև Պանամայում է արդեն Կոլումբիայի այդ նարկոտիկի փայը նրանք այստեղ տվել են, հասել է Քենիա։ Դրա համար Արտուրի եղբայրները Քենիայում էին գործում, իսկ Միրան Պողոսյանը գործում էր Պանամայի օֆշորներում։ Այժմ ամբողջ այս համակարգը հասկանալի է, թե ինչպես երկու հաղթող նախագահները Հայաստանը տանում էին ծաղկման։ Եվ եթե Հայաստանում այսօր դիտեք, նաև Հայաստանի երիտասարդության 90%-ը պլանկաշա եւ ուռած նույնիսկ չգիտի ինքը ով է, առավոտը երբ արթնանում նաև հայտնի մի շարք դերասաններ։ Եվ այսպիսով այս պարանը, այս հանգույցը նույնպես լուծեցինք, թե Պանամայում ինչ գործ ուներ Միրանը, ինչեր այստեղ 7 միլիարդ տեղադրված, երբ որ եղբայրները այստեղից բերում էին Քենիա, իսկ Քենիայում իրենց Արտուրիկը պետք է նա ուղարկեր Եվրոպա, այսինքն Հայաստան պետք է ուղարկեր, պետք է գար Միացյալ Էմիրություններ եւ Դուբայում իրենց կապերի միջոցով միանգամից կառավարական ինքնաթիռով բերվել Հայաստան, որը ոչ ոք արդեն չէր ստուգի։ Ահա այն մախինացիան, որը կատարել են տարիների ընթացքում եւ այնքան աննասուն տիպա, որ Արտուր այդ Արտակ Սարգսյանին ոչ թե Քոչարի կուսակցություն կարող էր դնել, հայ ազատագրական կամ մի այլ։ Նույնիսկ այստեղ քծիգություն արել այս տականքը եւ այդ Արտակ Սարգսյանը սրանով բռնվեց։ Այժմ ավելի մանրամասներ նաեւ դիտենք, թե Արտակ Սարգսյանը նաեւ ինչ ստերի ասեր, որը այդքան էլ էական չէ։ Նայենք Մուհամմադ Հուսեյն Ալի։ Նայեք ոստիկանապետը ինչպիսի համազգեստ ունի։ Նայում ենք փոխ ոստիկանապետի։ Երբ որ հարցրեցին Քենիայի բոլոր ժամանակների ուսադիրները ինչպիսին են, բացի Վեներա եւ Մարս մոլորակներում այդտեղ մենք չգտանք, որ 4 աստղ եւ 2 աստղ լիներ։ Ինձ թվում է Արտակ Սարգսյանը Մարսից է եկել։ Քանի որ եթե լիներ նաեւ Քենիայի փոխ ոստիկանապետ, ապա այստեղ նա պետք է ունենար այս մասում նույնպես պետք է ունենար ոստիկանության նշան։ Եվ բացի դա պետք է ունենար այսպիսի նշաններ։ Եվ բացի դա, նաև, նայեք, այս ամենը։ Իսկ այժմ ավելի խորը ուսումնասիրենք Քենիայի ոստիկանության եւ ընդհանրապես նշանները։ Սա հանդիսանում է Քենիայի, մտնում եք այս սայթը եւ այստեղ կարդում։ Քենիայի ոստիկանապետը, նրա հագուստը, նրա պագոնները, դիտարկում եք հագուստի ձևը, եւ այստեղ կարդացեք ով է դիտարկեք ինքներդ հագուստները։ Եվ մենք դիտարկում ենք Քենիայի 3 փոխ ոստիկանապետերին, ապա տեսնում ենք, որ նրանց մոտ նշանները այլ են։ Այս երկուսի, քան Արտուրիկին։ Այս շանտարեկը քենիացիք այնքան աֆերիստ են, տեսան որ Արտուրիկը հիմել Հայաստանն է փրկելու, նրանք փոխեցին որպեսզի մենակ Քենիան փրկած լիներ։ Արտուրիկը չփրկել Հայաստանը, բոլորը իրենց հագուստները փոխել։ Իսկ Արտուրիկինը 100%-անոց քենիական հագուստ է, 4 աստղ էստեղ։ Սա, եթե վերցնենք այս երկու աստղը, դա նշանակում է Մարսի 2 Հոբոսը եւ Դայմոսը, իսկ այս 4-ը նշանակում է որ Արտուրը բացի դա նաեւ 4 երկիր է փրկել։ Ահա։ Ոնց կարելի է բացատրել այլ կերպ թե Արտուրիկի 4 փոքր եւ 2 մեծ աստղը ինչ նշանակություն ունի։ Այժմ մտնում եք նաև այդ սայթը եւ դիտարկում բոլոր պաշտոնները։ Այդ գլխավոր պաշտոն զբաղեցնողներինը պետք է առույց լիներ եւ թուրերը խաչված այսպես։ Եվ այս նշանները։ Երբ որ դիտարկում ես, նաև Արտուրիկը չունի այս ամենը իր վրա։ Միգուցե տանն է թողել մոռացել է եւ պագոնները կարող է երեխաները, քանի որ 3 երեխան Հայաստանում են կարող է հանել են եւ ռուսական 2 մեծ աստղ, գեներալ պոլկովնիկի եւ 4 փոքր աստղ լեյտենանտի կրծրել են Արտուրիկին, ինչ անպետք երեխեքին դրանք։ Այդպես է չհասկացան, որ գեներալ լեյտենանտ հորը ինչ վիճակի հասցրեցի։ Եվ խնդրեմ բոլորը ոստիկանության տեսուչ ուսադրի վրա պատկերված են 2 առույցի նշաններ, որոնք շրջապատված են դափնիներով եւ վերևում ունեն 2 խաչվող թրեր։ Տեսուչի տեղական ուսադրի վրա պատկերված են խաչվող թրեր շրջապատված դափնիներով, որոնց վերևում կա 1 առույցի պատկեր։ Խնդրեմ։ Իսկ մեր Արտուրիկին քենիացիք խաբել են։ Հայաստան գալուց հետո բոլոր քենիացիք այնտեղ 64000 քենիական ոստիկանություն կա։ Բոլորը իրենց ուսադրիները փոխել են, սայթերը փոխել են, որովհետեւ Արտուրիկին խայտարական է։ Իսկ Արտուրիկի հալալ, զուլալ պագոնները հատեսակ։ Ինչ եմ սա այսքան ասում։ Եվ Չարլզի ֆիլմը, թե ոնց է հանդիպել։ Արտուրիկը
ամբողջ Աֆրիկան է փրկել։ Հիմա կարծեմ Չինաստան թե Մոնղոլիա գնում նրանց փրկի։ Հասնենք առաջ։ Եվ այս հաղորդումներում երբ որ նայում ես, այս 3-ի մասին է խոսքը։ Իբր տարիքը առած լուրջ մարդիկ են, բայց տականք եք, պորնիկ տականք եք երեքը դել։ Ավելի վատն եք, քան Արտուրիկը, ավելի շուտ եք Հայաստանը կորցնում, քան Արտուրիկը, եւ դրսում գալու եք ինչ ասեք, եւ դրսի հայերը պետք է ասեն, պապիկ եկել ես Հայաստանը կորցրեցինք, չէ։ Առաջինը ձեր վրա թեքելով են ձեզ սատկացնելու, այ ոչխարներ։ Եվ այժմ ովքեր են 40 օրվա իմ այդ ֆիլմի տակ գրել են։ Ես անձամբ լսել եմ այդ նյութերը անգլերեն լեզվով, ոչ մի մեղադրանք չի ապացուցվել Արտուրիկի վրա։ Երբ Արտակ Սարգսյանին բռնեցին, այս թղթի ոչ մի կետ չհամապատասխանեց։ Հիմա ազատության մեջ է։ Իսկ այս ամենը կազմակերպել եք ընտրություններից առաջ մարդկանց մոլորեցնելու։ Տեսան ոչ մի ձև չեն կարողանում պարոն Սարգսյանին կոտրել, դիմում են կեղտոտ խաղի։ Հիմա Ժասմինա, այս մեկը ով է, Նայրա եւ այլն։ Բոմժես ինչ է ստեղ գրված։ Ես էլ կարամ լրաբեր վարել, եթե տեքստ ունենամ եւ Ինտերպոլը բացատրի բարձրագույն կրթությունս, հաստատի բարձրագույն կրթությունս։ Համա մանիպուլյատորն ես, հա, Քոչարին միշտ եւ ամենուր։ Խնդրեմ, նրանց կատարած Արտակ Սարգսյան, սա էլ դուք կարծում եք, որքան են վճարել։ Ինձ Նայրա եւ ինչան ես կոչում։ Տեսարիչ կանեն ինձ վճարել։ Այս վճարման պահին կխնդրեի ձեզ պարոն Մշեցի, որ շատ զգուշավոր լինեիք ձեր համոզմունքներում։ Ես շատ զգուշավոր եմ, տոնոյան, եւ մնացածը կարդացեք։ Հուսով եմ, որ շուտով դուք ներողություն կխնդրեք Արտակ Սարգսյանից։ Այո, շատ շուտով, հատկապես նրա ղեկավար Քոչար, այդ Քոչվորից։ Հարգելի Մշեցի, եթե ինչպես դուք պատմում եք Արտակ Սարգսյանի մասին ճշմարիտ լինեն, դա կլիներ մեծ հաղթատուկ Նիկոլի ձեռքին։ Իսկ քեզ ինչ է թվում, Նիկոլը մի պորնիկ է նույնպես, որին պետք է նորից ընտրել, որպեսզի Հայաստանը կորցանվի եւ սրանց այս բոլորին, այս ծախվածներին, դա անհրաժեշտ է, որպեսզի այդ ամենը կատարվի։ Ես այստեղ ոչ մի նորություն չեմ ասում։ Ես այստեղ միայն ասում եմ, ԱԱՑ, լրբի լակոտներ, այսպիսի նշան, որտեղ եք տեսել, որ բաց եք թողել Բերդից։ Ինչի՞ չեք Քենիայում հարցրել, նա իրոք քենիական ոստիկանության ամբողջ այդ տարեթվերին գրանցված է որպես փողոստիկանապետ, կամ փողոստիկանապետի սիրուն ռուսական լեյտենանտ կապիտանի 4 աստղա դրել, 2 հատ էլ ռուսական գեներալի աստղ էստեղ դրել։ Այս նշաններն էլ երևի այնտեղ կողացել են կամ մեկնանվել։ Ուր է այս նշանը։ Ուր է այստեղից կախված այս փողը։ Որտեղ է։ Սա որ թվականին է։ Հայ Միչալոց Ռոբերտ Քոչարյան, դու այնքան նողկալի եւ ցիգան լակոտ եղար, որ նույնիսկ այն ավտոմատ գործող սարքերով կարայի Արտուրիկի համար նմանատիպ հակուստ գործել Հայաստանում ոչ ոք էլ դա չէր կասկածի։ Արտուրիկ ջան, հակուստը կեղծ, Չարլզի մասին տվյալները կեղծ։ Իսկ ես թվում է հայերը էշեն քեզ պետք է հավատան, որ մնացածը ճիշտ ես ասում։ Ու հասկացեք, որ դուք Մշեցու հետ եք խոսում, այլ լրբեր։ Այ անբարոյականներ։ Ես երբեք հայրենիքս չեմ վաճառել, նույնիսկ տրիլիոնով չեմ վաճառի, մի քառակուսի մետր։ Իսկ դուք պորնիկ եք բոլորդ։ Պորնիկ, անթասիբ եւ ազգության ոչ հայ։ Այսքանը կասեմ։ Այսքանը կասեմ ու հիշեք այս բոլոր տականքները, ովքեր գրում եք, հիշեք թե ում ինչ եք գրում եւ ում ինչ եք մեղադրում։ Եվ մի քիչ կրթվեք, որպեսզի կարողանաք իմ հետ մրցել։ Ինչ շատ տեղեր են տարել, խնդրանքով, որպեսզի ես գտնեմ բանալին։ Շատ բանալիներ եմ գտել, շատ դեպքերի բանալիներ եմ գտել։ Եվ դա իմ մոտ մանկուց է, միշտ գտնել պատասխանը։ Եվ այստեղ ինձ համար կարևոր չի թե Արտուրիկը 700,000 սուտ ասում թե 2 սուտ ասում։ Այստեղ Չարլզի դեպքը եւ նաեւ մեր Արտուրիկի այս հիասքանչ մարսյան թե վեներայից ստացել, չգիտեմ, ուսադիրները եւ հակուստը ինձ բավական է որ ասեմ Արտուրիկ, դու ծախված արբանյակ ես, ոնց որ դու ես ասում ուրիշների մասում, դու ծախված Ռոբերտ Ումուդով Քոչորի արբանյակն ես, շատ վաղուց։ Ու այսքանը, մյուս անգամ չփորձեք ինձ կրճել, այդ բոլորիդ կկրճեմ այնպես որ բոլորիդ տեղը կդնեմ։ Ես հայ եմ եւ ինձ համար նշանակություն ունեն մինչև հայ աստվածները, իսկ այդ քրիստոնեությունից մինչև որս այդ խայտարակությունը դա իմը չի։ Իսկ այսօր որ Հայաստանը կորցանում է ու նման երիտասարդների ես իրենց զգուշացրեցի եւ մյուս այն նկարները 5 հոգուն զգուշացրեցի, ասի տղերք, խելոք գնացեք ձեր տեղը վեր ընկեք, սա ձեր կռիվը չի։ Քեզ եթե $100,000 տված լինի, ես կասկածում եմ որ Ռոբերտ Ումուդովը այդքան տված լինի։ Երբ որ քու շեֆը Ռոբերտ Ումուդովը նարկոտիկից եւ Հայաստանից միասին 50 միլիարդի չափ գումար է կորզել տարել։ Իսկ նրա սև գործը կատարելուց հատկապես Քենիայի այրոպորտում Արտուրիկ քեզ $2-5 միլիոն պետք է փոխ տար, որ իրենց այնտեղ չես ծախե։ Այլ քու եւ այդ ընկերոջդ կարող են կալանել կամ սպանել այդ գնով դու Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի համ 100 միլիոն ես փախցրել համ նրա լակոտներին կամ իրեն եւ դրա համար նա քեզ պետք է շնորհակալ լինել ու այս խաղի մեջ չքաշեր հասկացար երիտասարդ սրանից հետո չծվծվակ իմ առաջ այսքանը